Մենք լսեցինք մի փոքր հատված Եվրոպայի օրերքից, քանի որ ինչպես բոլոր եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում մայիսի 9-ը նշվում է որպես Եվրոպայի օր։ Այդ օրը մարդիկ սկսել են նշել 1985 թվականից։ Այն հիշեցնում է նաև Ռոբերտ Շումանի պատմական հայտարարությունը, որը հիմք դրեց միասնական Եվրոպայի ստեղծման գաղափարին։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպանի խոսքով Շումանն այդ հայտարարությամբ ընտրեց ապագան անցյալի փոխարեն, խաղաղությունը պատերազմի փոխարեն, միասնությունը պառակտման փոխարեն։ Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը եւ բարեփոխումներին։ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի իրականացվելիք աշխատանքից։ Մենք նաև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական քաղաքացիական առաքելությունը մեր կուռ հանձնառության վկայությունն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթի ընթացքում ընդգծել էր Հայաստանի վճռականությունը զարգացնելու եւ խորացնելու բազմաշերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Օրվան նվիրված միջոցառմանը Արփինե Սարգսյանն էլ ընդգծել է, որ Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ նոր էջ բացվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում։ Ներքին գործերի նախարարությունը եւ անձամբ ես իմ պատրաստական առաջնորդությամբ մտել ենք Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շատ կարևոր եւ լայն թափով գործընթաց, ինչի մասին նաեւ դեսպանը քիչ առաջ վկայակոչեց։ Եվ ես կարծում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր հանգրվան է լինելու որպես այդպիսին ավելի մերձենալու Եվրոպական միության հետ եւ ինտեգրվելու եվրոպական ընտանիք։ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման դրական էֆեկտները հարգելի գործընկերներ կարելի է անվերջ ու անվերջ թվարկել։ Ազդեցություն տնտեսության վրա, ազդեցություն ներդրումների վրա, ազդեցություն կապերի զարգացման վրա, բայց ինչն եմ ես առավելապես կարևորում։ Սա լավ առիթ է, լավ հնարավորություն է, արժեքաբանական առումով փոփոխելու այն բոլոր ռազմավարական մոտեցումները, որոնք կարող են լինել ժողովրդավարական պետություններում։ Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության եւ նրա անդամ երկրների պատրաստակամությունը շարունակելու խորացնել համագործակցությունը մեր երկրի հետ։ Հայաստանի կառավարությունն ակնհայտորեն հանձնառու է Եվրամիությանը ավելի մոտ լինելու եւ այդ ուղղությամբ հետեւողական քայլեր ձեռնարկելու հարցում։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։